Շվեյցը Բելարուսի ներկայացուցիչը 125 կիլոգրամը հրել է, որպեսզի Նազիկը շրջանցի նրան պետք է գոնե 2 կիլոգրամ ավելի բարձրացնի, ասել է, թե ծանրաձողի քաշը 127 կիլոգրամ է։ Ուշադրություն, Նազիկ Ավդալյանն է էկրաններին։ Կարևոր է, շատ կարևոր է այս մոտեցումը։ Շատ բան է կախված սրանից։ Ուշադիր, Նազիկ, ապրես կառնե։ Երևում։ Բրավո։ Բրավո, քաշը արձանագրված է։ Ապրես, Նազիկ շատ լավ է, արդեն վստահաբար կարող եմ ասել, որ լավ մարզավիճակում է մեր մարզուհին։ Տեսնենք ինչով կպատասխանեն մրցակիցները։ Չափազանց լարված պայքար, մթնոլորտը թեժ է, շատ շիկացած, երկու մարզուհի, Պաչաբուկ և Ավդալյան, մեկական մոտեցում։ Բելարուսները կարող էին 127 կիլոգրամ էլ պատվիրել և դա բավական կլիներ անձնական քաշի հաշվին առավելություն ստանալ Նազիկ Ավդալյանի նկատմամբ, բայց դրանք գնում են վաբանկ և պատվիրել են 130 կիլոգրամ։ Ուշադրություն, ներքևի հատվածում լավ է կատարում վարժությունը, Պաչաբուտը վերևում պահում է։ Բելարուսի ներկայացուցիչը պահում է, քաշը գլխավերևում և լուրջ խնդիր առաջադրում Նազիկ Ավդալյանին։ Երեկոյի ամենավճռական պահը, հարթակում Նազիկ Ավդալյանն է, ծանրաձողի քաշը 132 կիլոգրամ։ Բարձրացնելու դեպքում մեր մարզուհին կհռչակվի Եվրոպայի չեմպիոն և երկարատև դադարից հետո վերադառնալով, ընդամենը 1 տարի մարզվելով, ահա այսպիսի մարզավիճակ է ձեռք բերել Նազիկ Ավդալյանը ու տեսնենք ինչ կանի։ Ծանրաձողի քաշը 132 կիլոգրամ է։ Վերջին մոտեցում։ Հայ ջան, ինչ եք, ուրդեղ եք, մենք լավ ենք, դուսը, հա, անպայման բդի հաղթենք, մենք ստեղ, դուք ըտեղ։ Աստված ձեր է դավ մեր ամփոցում, ուրև դրանց, Եվ այսպես, ծանրամարտի Եվրոպայի առաջնություն, 69 կիլոգրամ քաշային կարգ, հարթակին Նազիկ Ավդալյանն է, Հայաստան։ Մարզի որդատը դրեց արտակի վրա, այդ ժամանակ իր աչքերից կրակ պտի թապի, պտի ուրիշ մարզ դարնա, ինքը վայրենի գազան պտի դարնա, իրանից ուժեղ, ոչ մեկը չպետի եղնի։
Տեսնում եք, որ դրաման էլ կարող է երջանիկ ավարտ ունենալ։ Բարև հայ ազգիս, այժմ ես իմ հաղթանակս կնվիրեմ Արցախում կռվող մեր տղեկին։ Մենք ձեզնով ենք ուժեղ, մենք ձեզի հետ ենք։ Ձեր էկրաններին հրաշք